Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված 50 թեկնածուների համար առաջիկա օրերը լինելու են վճռորոշ եւ թեժ։ Մարտի 27-ին եւ 28-ին ՔՊ կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություններ են անցկացվելու։ Այս անգամ որոշվելու է նախապես ձևավորված 50 հոգանոց ցուցակի հերթականությունը։ Այլ կերպ ասած, թեկնածուները ոչ միայն պետք է լինեն ցուցակում, այլև պայքարեն իրենց տեղն ու այդ ցուցակում հնարավորինս բարձր ամրագրելու համար։ Մինչ այդ ցուցակում ընդգրկված բոլոր 50 թեկնածուները պետք է ակտիվ քարոզարշավ իրականացնեն տարբեր հարթակներում եւ համայնքներում, համոզելու կուսակիցներին իրենց օգտին քվեարկել։ Սա ներքին մրցակցություն է, սակայն քաղաքական լարվածությամբ այն քիչ չի զիջում արտաքին ընտրապայքարին։ Ընտրությունները կտևեն 2 օր եւ ինչպես նախորդ անգամ կհեռարձակվեն ուղիղ եթերով, ապահովելով հրապարակայնություն եւ թափանցիկության ցուցադրություն։ Սակայն հարցը մնում է բաց՝ արդյոք այս գործընթացը կդառնա ամբողջ մրցակցության հարթակ, թե ներքին բևեռացումների նոր առիթ։ Առաջիկա օրերը ցույց կտան ՔՊ-ի 50-յակը որքանով է պատրաստ ոչ միայն արտաքին քաղաքական պայքարին, այլև ներքին լրջագույն փորձությանը։